պատճառով այսօր Աստված այստեղ է եւ Աստված խոսքա խոսալու կյանքի մեջ։ Տեր օրհնի ձեզ, գիտեք, ես այսօր խոսալու եմ զոհաբերության խոսք եւ շատ անգամ մեր կյանքում լինում է ժամանակներ, դժվար ժամանակներ, ու գիտեք, ես ձեզ ասեմ, որ դժվար ժամանակները չի, որ պետքա թույլ տա մեզ Աստծո պարծենալը։ Դժվար ժամանակները չի, որ պետքա թույլատրի, որպեսզի մենք Աստծուն մոտիկանանք։ Դժվար ժամանակները չի, որ պետքա առիթ հանդիսանա մենք Աստծուն երկրպագենք։ Եվ գիտեք, ստեղ մի խոսք կա, իրականում երեկվանից այս խոսքի մեջ վարվում է, Ամբակում 3:17 ասում է, թեև թզեզնի չծաղկի եւ որդերի վրա բեր չլինի, գիտեք, մարդ խոսում է իր աշխատանքից, մարդ խոսում է իր արտերից, իր պարարտներից, իր ոչխարներից, այսինքն իր անձնական կյանքից, իր տնից, իր ունեցվածքից, սերնդից։ Խնդրում եմ, հեռախոսները անջատեք, շատ եմ խնդրում։ Եվ գիտեք հետաքրքիրը որն է, որ մարդ ներկայացնում է իրավիճակ, որտեղ որ ամեն բան կարծես թե չորանում է։ Պլանավորված է, որ գործը սկսելու է, Աստված իր օրհնություններն է բերելու, ամեն բան լավ է, բայց գիտեք, գործը կա, օրհնությունը չկա։ Եվ գործը այս համար է ասում հեռախոսները անջատեք, խնդրում եմ բոլոր հեռախոսները անձայն լավ, եւ գիտեք գալիս է ժամանակ, որ մարդը կարծես թե ինչ-որ բաներ է ձեռնարկում մտածելով, հեսա կօգտվեմ, հեսա էս կլինի, հեսա է կլինի, ու հանկարծ տեսնում ես ոչ ոչխարներն են ծնում, ոչ թզերին է ծաղկում, ինչ-որ բաներ պետքա տեղի ունենար, տեղի չեն ունենում, եւ գիտեք հետաքրքիրը որն է, եւ ասում է, անգամ դաշտերը չի պարապտա։ Ասա սակայն տերով պիտի ցնծան, պիտի փրկության Աստծո ուրախանան։ Գիտեք ամենադժվար բանը որն է, երբ որ տուն ուտելու բան չունես, երեխեք կա քեզ ասի պապ սոված եմ, կարաս ասես ես իմ փրկության Աստծո պետք է ուրախանամ։ Եկեք մենք մի քիչ ռեալ քրիստոնյա լինենք, ոչ թե քրիստոնյաներ, ովքեր որ սիրում են բարձր խոսքեր ասել, կամ էլ ինչ-որ ոգևորվող ինչ-որ, այլ եկեք իրականությամբ մոտիկանանք Աստծուն, որտեղ մեր Աստված իրական է, նա ավելի իրական է, քան ես եւ դու, եւ նա մեզ ավելի մոտիկ է, քան թե մեր ձեռքը մեր շնչին։ Եվ հետո հաջորդ հարցս, պատկերացրա, դու ինչ-որ բան ես ձեռնարկում, բոլոր ունեցածը դեր ինչ-որ ձեռնարկում ես չորանում է, դու կարաս կանգնես այդ ամեն ինչի մեջ ասես, ես իմ Տիրոջով պետք է պարծենամ։ Ու հենց այդ ժամանակը, որ սատանան գալիս է, որպեսզի քեզ ասի, բա ուր է քո Աստված։ Մեկ էլ տեսան հանկարծ սկսում է աչքերդ բացել հովիվների վրա, ավագների վրա, բախի քեզ չօգնեցի, բախի սեր չեղավ։ Ես ես ինչ-որ խոսում, ես սա վերապրել եմ։ Ու երբ որ ես այս խոսքը ստացա, ես կանգնեցի կնոջս այդ աղոթքի մեջ մենք գոռում ենք, ասում ենք, թեև մեր դաշտերը չծաղկեն, չլցվեն, ոչխարները ձակ չանեն, թզենին իր պտուղը չտա, մեկը Հիսուս դու հարություն ես առել ու չկա մի բան, որ կարողանա այդ հրաշքի դեմ կանգնել, ու ես այսօր այդ հրաշքի զորությունը կանչում եմ իմ տուն, ու գիտեք ինչ էլ հաջորդ օրը մի բան, որ անհնար էր այդ ժամանակ, բայց ես քեզ ասեմ, երեկոյան մեր ընտանիքում այդ հրաշքը եղավ։ Ես ասում եմ մտածվելիս, ես ուզում եմ հասկանալ մի բան, որ Աստված ինքը անձամբ ուզում է քո կյանքում հրաշկանել։ Ու գիտես, Աստծո հրաշկանելը կախված չի քո էմոցիայից, քո իրավիճակից, քո խղճահարության ինչ-որ տեսարաններից, Աստված հրաշկանում նրանց կյանքում, ովքեր կանգնում ասում են, Տեր, ես քո կարիք ունեմ, իսկ հիմա խնդրում եմ քեզ, ուղղակի անկեղծ եղի Աստծո հետ։ Բեր քո բնակավարները Աստծո առաջ, Տեր, միգուցե այստեղ իմ ոչխարը չի ծնում։ Եվ Ամբակումը խոսում է իրավիճակից, որտեղ որ պետք է օգտվել նրա սերունդը, նրա քաղաքը, նրա ընտանիքը, բայց կարծես ամեն բան փլուզվում է։ Եվ այդ փլուզման մեջ նա մի արտահայտություն անում, բայց ես իմ Աստծով կպարծենամ։ Գիտեք, ովքեր որ Աստծով պարծենում են, Աստված են այդ մարդու կյանքում իր պարծանքն է բերում։ Գիտեք, մի Ջորջ Մյուլլեր անունով հայտնի ավետարանիչ կար, Անգլիայում նա խոս ստացավ իր սրտում, որ պետքա բացի մանկական տներ ամբողջ Անգլիայի տարածքում, եւ նա ոչ մեկից ոչ մի բան պետքա չլսի։
ոչ հաց, ոչ գումար, ոչ սնունդ, ոչ հագուստ։ Եվ երբ որ նա սկսում այդ մանկական ծառայությունը, նա վաճառում է իր ամրեցվածքը, դնում է այդ փոքր հիմանքատունը բացում երեխաների համար, եւ երբ որ գալիս է պահը, որ երեխեքը պետք է հաց ուտեն, արդեն մեկ օր հաց չեն կերել, նա երեխաներին ասում է, թեև մենք հիմա հաց չունենք, բայց ունենք Աստված։ Ու մենք պետք է հենց այդ Աստծով պարծենանք, երբ որ մենք սովորենք Աստծով պարծենալ, Աստված կլցնի մեր թեմաները, եւ հանկարծ երեխաները ասում են, իսկ ոնց պետք է պարծենենք, ասում են, եկեք փառաբանենք Աստծուն, երբ որ նրանք ձեր ձեռի բռնած փառաբանում են Աստծուն, մեկը դուռը ծեծում է։ Ասում է, մեկը եկավ գիշերը երազից, ասեց, ես ինչ տեղը, այսքան հաց կտանես։ Եվ ասում է, ես բերել եմ մի մեծ վագոն հաց, ալյուր, ձեր, հանկարծ ասում է 20 րոպե մեկ ուրիշն է գալի դուռը թակում, ասում է, մեր մեքենան փչացել է, այստեղ կաթ ունենք, պանիր, սմետան, ձու, խնդրում ենք մինչև մեր մեքենայի հետևից գան, այս ամեն ինչը կփչանա, կլինի մենք սա ձեզ տանք։ Ահա թե ինչ է բերում Աստծո պատկանքը, եւ ես ասեմ Ջոն Մյուլլերը մինչև իր կյանքի վերջը, որտեղ էլ որ լինում էր, նա միայն մի բան էր ասում, թեև քո կյանքում թզենի ինչի ծաղկում, մի բան, որ քեզ պետք է պարծենալ Աստծո անունով։ Գիտեք, Աստծո անունը ինքը զորավոր է, Աստծո անունը ինքը հրաշագործ է, Աստծո անունը ինքը գերբնական է։ Հալելույա։ Եվ գիտես, շատ անգամ մենք մտածում ենք, որ գալու եմ եկեղեցի, ես 1000 դրամը կզոհաբերեմ, 500 դրամը կզոհաբերեմ, բայց գիտես Աստված չի ուզում, որ դու Աստծուն զոհաբերես քո հասկացությունից կամ քո էմոցիաներից։ Աստված, երբ որ դու զոհաբերություն ես կատարում, հոգևոր ակտ է տեղի ունենում։ Երբ որ դու գումար ես հանում, որպեսզի զոհաբերես, ողջ դժոխքը սարսափում է, որովհետև գիտի, եթե դու հիմա հավատքի քայլը անես, դժոխքը պարտվելու է։ Եթե դու հիմա քո հավատքի քայլը անես, պատերը քանդվելու են։ Եթե դու հիմա քո հավատքի քայլը անես, մինչև երեկո քո տան մեջ բարի լուրը գալու է։ Եթե հիմա դու քո հավատքի քայլը անես, Աստված երկինքը բացելու է, ու մի քո Աստվածը փնտրում է երկրի մարդիկ, Աստծո խոսքն ասում է, Աստված փնտրում է երկրի մեջ կլինի արդյոք մի իմաստուն մեկը, որ իր երեսը կփնտրի, եւ ես քեզ ասեմ այսօր դու ունես ժամանակ, ունես հնարավորություն կանգնես Աստծո առաջ, ասես ահա ես, եւ Առակաց 3-ին ասում է. Պատվի Տիրոջը քո ստացվածքից։ Ամեն։ Մի քիչ փոխենք։ Պատվի այն Աստծուն, որ այսօր քո կյանքում հրաշք է անելու։ Գիտեք, մեկ որ ասում են Տիրոջը, բանց, դե ասում են, օ, հալելույա, բայց երբ որ ասում են այն Աստված, որ այսօր քո կյանքում հրաշք է անելու, ոնց որ ես ու տինս, Հոյվ Արմենը տեղյակ է դրա մասին, մենք իրական շատ դժվար ընթացքի մեջ էինք մտել ու մենք չգիտենք ինչ անենք, մենք որոշում կայացրեցինք, այս խոսքը վերցրի, թեև թզենին, ոշխարները, գառները, դաշտերը, Տեր մենք հիմա պարծենում ենք, մենք սկսեցինք աղոթել, երգել, փառաբանել, երեկո է։ Եթե անկեղծ եմ ասում, թողին իմ ֆանտազիային, ես չէի կարող դες պլանավորել, որ այդպես օրդություն կար։ Բայց անես մի հատ տեղից է եկել։ Հալելույա։ Ոնց որ դու դուրս գաս փողոց մեկը գաս, Աստված ինձ ասել է քեզ օրհնեմ։ Ամեն։ Մեր Աստված ինքը փնտրում է երկրի վրա մարդիկ, ովքեր որ կկանգնեն ու կասեն, Տերերի Տեր, Աստվածների Աստված, իմ Աստված, ահա ես իմ ստացվածքով, իմ ստացվածքի վրա անուն եմ դնում, ու թեև ոնց որ Աստվածաշնչում հավաքվեցին սատանայի մարգարեները, բերեցին իրենց զոհասեղանները, ու մարգարեն Աստծո մարդը ասում էր, կանչեք ձեր Աստծուն, կանչեք ձեր Աստծուն, եւ երբ որ նա իր զոհաբերությունը դրեց, ասեց կարակ ջուրը լցել, այսինքն կարակ ավելի շատ խնդիրներ բերեք իմ վրա, մեկ է ես չեմ կանգնելու, մեկ է իմ Աստծով եմ պարծենալու, եւ երկրից մի բան եղավ, այդ մարդու զոհի վրա կրակ եղավ։ Այսպես որ երբ որ նա դու կրեստես քո զոհաբերությունը, ես մարգարեական բան եմ ասում, սիրելիներ, հոգուս մեզ գուրեմ, մարդիկ կան այստեղ, երբ որ գնան երեկոյան տուն, դու քո հրաշքը տեսնելու ես։ Լինելու են մարդիկ զոհաբերության ժամանակ երիկամներից բժշկվելու են, որովհետև մեր Աստված ինքը
երբ որ զոհա բարձրանում, հրաշք է բերում, միգուցե քո երեխան է, քո ամուսինն է, բարեկամն է, դու մտածում ես, Տեր, ոնց Աստված ասում է, պարծեցի, ես եմ հրաշքների Աստվածը, ես եմ տերերի Տերը, աշխարհի թագավորները, իմաստունները հավաքվեցին, մի մեծ քար դրեցին, բայց անգամ այդ թագավորական իմաստության, իշխանության քարերը չկարողացավ Հիսուսին պահել այնտեղ, Հիսուսը հարություն առել, ու այդ հարության զորությունը այսօր գալու է քո տուն, գալու է քո կյանք, քո ընտանիք, քո առողջության մեջ, հարազատներից, ֆինանսներից։ Ամեն, Տեր օրհնի քեզ, պատրաստի քո սիրտը միջև զոհ, գիտես, ես չեմ ուզում որ դու ուղղակի sense ծիսակատարություն դա լինի, ամեն անգամ երբ որ զոհաբերության պահը գալիս է, դու գիտես մի բան, Աստված գիտես ինչ։ Ես ունեմ երեխաներ, որոնք որ հեռու են, ես ունեմ նման խնդիրներ, իմ կյանքում դժվար ժամանակներ է, ես չգիտեմ ինչ անեմ, ես չգիտեմ վերջը որտեղ է, բայց ես ուզում եմ այդ վերջում քեզ տեսնեմ Հիսուս։ Ու այն տեղերը, որտեղ որ դու հիմա չես տեսնում Մարախովը, գիտեք մի անգամ տղայիս հետ գնում ենք տղամարդկանց աղոթքի ծառայությանը, եւ տղաս դիրգրոս մուլտիկներն ա մեքենայի մեջ ու Մարախով էր, ես դիմացս չես տեսնում, ասում եմ Իսահակ, դեմս Մարախով է, ես չեմ տեսնում, երբ իմ տղան ասես, պապ, ես քեզ վստահում եմ։ Ու գիտեք իմ մեջ մի խոսք եկավ, իսկ դու կարաս ինձ վստահես քո Մարախովների մեջ։ Ամեն։ Հիսուսը ուզում է դու վստահես իրան, քո կյանքի Մարախովների մեջ, ու ես քեզ ասեմ, ամոթով չես մնալ։ Ամոթով չես մնալ։ Տերը օրհնելու է, Տերը կպնելու է, Տերը փոխելու է, Տերը նորն է սկսելու։ Ողողված հրաշքներով քո կյանքում։ Միգուցե հիմա քո ընտանիքում այս իրավիճակն է, որ գիտես ինչ Տեր։ Հա, կա հիվանդություն, կա երեխայից հետ խնդիր, կա առողջական խնդիր, ֆինանսական խնդիր, անհասկացություններ, անհամաձայնություններ եւ այլն, բայց ես ուզում եմ քեզանով պարծենալ եւ հիմա ես պարծանքի զոհ եմ բերում քեզ։ Գաբրես իրավիճակում մի բան հասկացավ, եթե դու ինձ հետ լինես եւ օրհնես ինձ, Տերը քեզ հետ է, Տերը ուզում է օրհնի քեզ, ուղղակի խնդրում եմ, պարզապես հավատքի զոհ առ, երբ որ քո կյանքում դժվար ժամանակներ են, միայն մի աղոթի, ուղղակի այդ իրավիճակին հավատքով հարվածի զոհաբերությունով հետ։ Հավատքի զոհեր արա, Տիրոջ կրակը իշտմազոհի վրա, անգամ եթե պրոբլեմները գան ողողեն քո իրավիճակ իրաց քարերով, ջրերով, ես քեզ ասեմ։ Բոլոր մարդիկ, ովքեր որ հավաքված էին, տեսնում էին, որ Հիսուսին խաչում էին, նրանք մտածում էին պատմությունը վերջացավ։ Բայց պատմությունը այդտեղից սկսվեց։ Հիմա միգուցե այստեղ մի քանի հոգի է նստած քո կողքը դու զոհաբերություն ես անելու, ու գիտես սատանան մտածում է, որ Ոչի բան չի փոխվելու, պատմությունը դավարտվում է, ես քեզ ասեմ, Տիրոջ հրաշքների ժամանակն է սկսում քո կյանքում։ Թող Աստված օրհնի քեզ քո զոհը։ Մեր Աստված ինքը դեռ շատ հրաշքներ անելու